դեռ երիտասարդ տարիներին նա հանդիպում է գուշակի, ով ասում է, որ Ջիմը մեծ հաջողությունների կհասնի։ Քերին հիշում է, որ գուշակը կանխատեսել է, նա դառնալու է համաշխարհային ճանաչում ունեցող մարդ։ Միևնույն ժամանակ զգուշացրել, որ փառքը նրան կզրկի ազատությունից։ Նա այլևս չի կարողանա պարզապես դուրս գալ փողոց եւ ապրել սովորական կյանքով։ Այս խոսքերը խորապես տպավորվել էին Ջիմի մեջ, եւ հետագայում նա հաճախ էր հիշում այդ կանխատեսումը, նշելով, որ փառքն իսկապես դարձել էր բանտ։ Ու այդպես էլ լինում է, 1990-ականներին նա դառնում է համաշխարհային աստղ, նկարահանվելով 3 համաշխարհային ճանաչում ունեցող՝ Էյս Վենտուրա, կենդանիների դետեկտիվը, Դիմակը, հիմարն ու ավելի հիմարը ֆիլմերում։ Էյս Վենտուրայի նկարահանման ժամանակ Քերին շատ իմպրովիզացիաներ էր անում։ Օրինակ այն հայտնի տեսարանը, որտեղ նա խոսում էր իր հետույքով, ամբողջովին նրա հորինածն էր։ Սցենարում նման բան չկար, սակայն ռեժիսորը թողեց, ապա այն դարձավ ֆիլմի ամենահիշվող պահերից։ Իր կերպարի արտաքին տեսքի մասին եւս ինքն էր հոգացել։ Նա առաջարկեց, որ Վենտուրայի մազերը սանրվեն այնպես, որ հիշեցնեն թութակի փետուրներ, իսկ հագուստը լինի թութակի նման, գունավոր։ Քերին ասում էր, որ Վենտուրան կենդանիների հետ կապ ունեցող մարդ է, եւ նրա կերպարը պետք է արտացոլի այդ կապը։